Երևի գլխավոր հարցը Արարատ լեռը խորվիր ապը թիկունքին, երկրորդ նախագահը այսպես է սկսում տարվա առաջին ասուլիսը։ եկեղեցի Արարատ, ուրեմն մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում։ Սա Ռոբերտ Քոչարյանի համար կարևոր մեսիջ է Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավի Արարատ լեռան խորհրդանիշի դեմ կռիվ տալու ֆոնին։ Մեսիջը շատ ուղղակի է։ Ունիկալ իրավիճակ է անվանում Ռոբերտ Քոչարյանը այն, որ Հայաստանում նախընտրական խոսույթը եկեղեցին ազգային ինքնությունը պաշտպանելու մասին է։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ երբևէ որևէ ընտրություններ, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ։ Արարատ թե Արագած։ Ընդհանրապես երբեք խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին։ Երբեք խոսք չի գնացել եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Լավ է հիշում երկրորդ նախագահը 90-ականների վերջին ինքնուվեհափառ հայրապետը սկսել են պաշտոնավարել գրեթե միաժամանակ եկեղեցի պետություն հարաբերություններում փոխադարձ վստահություն կար։ Իմ ժամանակ ամենից մեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Եթե հիշում եք, դա ինձ վեհափառի շնորհիվ ինքը կարողացել է եւ ֆինանսական ինչ-որ միջոցներ հայտարարել եւ բավական եկեղեցիներ կառուցվել այն ժամանակ, բարբերաբար քննարկել ենք, բայց երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության ինչ-որ բան ձևավորել, մթնոլորտ երբեք չի։ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը պետության ղեկավարի գործը չէ, արձանագրում է երկրորդ նախագահը։ Բարբերաբար հանդիպել ենք վեհափառի հետ իմ նախագահության ժամանակ։ Որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ ոչ թե չի եղել։ Նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի հոգեկան հիվանդ։ Արդեն 8 ամիս այդպիսի իրականություն է Հայաստանում, նկատում է Ռոբերտ Քոչարյանը։ Վստահ է Փաշինյանի մեծամտությունն է հակաեկեղեցական արշավի հիմքում։ Նիկոլ Փաշինյանը ինչ անում, ինքը համարեց, որ ինքը այն մարդն է, որը կարող է կապիտալ վերոնորոգում անել հայ ժողովրդին։ Երևի համարում է, որ բանը Քրիստոսի զապասկեն է։ Անկանոն կա։ Հայաստանի նորագույն պատմության մեջ այսպիսի նախադեպ չի հիշում Ռոբերտ Քոչարյանը եւ վստահեցնում ժողովուրդը չի աջակցում Փաշինյանի հակաեկեղեցական օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացիոն ռեսուրս չունի եկեղեցու դեմ պայքարելու համար։ Եվ երևի տեսնում եք այդ վերջի պատարակները ինչպիսի բնույթ են արդեն կրում, ոնց որ չի կարող հետ քաշվի, բայց ուժն չի երիկում առաջ գնա։ Հակապետական գործողություն է եկեղեցու դեմ պայքարը, համոզված է Ռոբերտ Քոչարյանը։ Մեր տարածաշրջանում փոքր երկրի համար, փոքր ժողովրդի համար ազգային ինքնությունը դա այն ցեմենտն է, որը այդ պետականությունը ամուր է պահում։ Եթե ուզում ես այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թույլատրու։ Այն, որ հակաեկեղեցական արշավի դրվագները հատել են Հայաստանի սահմանները, չի զարմացնում երկրորդ նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը կտրուկ է արձագանքում Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությանը։ Արտգործնախարարը ԵԽԽՎ նիստի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանում հոգևորականներին չեն հալածում։ Այդ հոգևորականներն են, որ զինված հեղաշրջման կոչեր են անում։ Արտգործնախարարի հայտարարությունը ուղղակի անբարոյականություն էր։ Աբսուրդային է անվանում Միրզոյանի մեղադրանքը երկրորդ նախագահը։ Իշխանությունն է արձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունը այնպեսին է, որ այդ կոպիտ ասած կապրեմոնտի տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եւ ազնական օգտագործան ինչ որ բան ունենալ։ Երկրորդ նախագահի համոզմամբ ԿՊԱ-ականները չեն դադարեցնելու հակաեկեղեցական գործողությունները։ Ճնշումների նոր վտանգի մասին է ահազանգում Ռոբերտ Քոչարյանը։ Դեռ եկեղեցին պիտի հասկանա, որ այդ ճնշումները լինելու են եկեղեցու նկատմամբ, բայց եկեղեցին պետք է իր ներքին ամրությունը ուժեղացնի։ Օրինակ ես մի քիչ ավելի կտրուկ կքայլեի, թեկուզ հարգում եմ այն մոտեցումը, որը վեհափառ հայրապետն է որդեգրել, բայց ես ավելի կտրուկ քայլերի կգնայի։ Տիրադաֆրչակված 9 եպիսկոպոսներին ու նրանց աջակցող հոգևորականներին երկրորդ նախագահը անվանում է օրենտիրը, կողմնորոշիչը, կորցրածներ։
Ալբերտ Սրոփյան, Նորայր Շարբաթյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։